Պարոն Ասրյան, ես ուղիղ եմ պարզապես հարցնում, ինչու ընտրությունների նախօրյակին, ընտրությունների օրը հիշեցինք, որ զորահավաք պետք է լինի, զորաբաժությունները պետք է գնան եւ Ռուսաստանից եկող մեր հայերին բոլոր ժամանակներում ռազմական ոստիկանությունն է օթանավակայանը։ Մենք ոչ միայն ընտրությունից առաջի օրն ենք դա իմանում, մենք դրա մասին բարձրաձայնել ենք 26 թվականի հունվարի 1-ից սկսած առ այսօր, 25 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև դեկտեմբերի 31-ը եւ այսպես տարիներ նահանջելով, որ բոլորին գիտեն, կանգնեցնում են եւ ասում են դուք եկել եք Հայաստան, պետք է նաեւ գնաք զորավարժությունների, մասնակցեք այդ զորահավաքին։ Այնտեղ կան մարդիկ, այս պահին ունակ Ռուսաստանի տիկնատիրը, որ իջնում է մեր հայ քաղաքացիների դիմավորում է ռազմական ոստիկանությունը։ Օդանավակայանում նկատի ունի հիմա կա ռազմական ոստիկանության աշխատող հերթապահող։ Ռազմական ոստիկանության աշխատողը կարող է լինել այնտեղ, որտեղ ինքը պետք է իրականացնի օպերատիվ աշխատանք։ Ինքը ռազմական ոստիկանությունը այնպիսի կառույց է, որը իրականացնում է եւ զորքերի ուղեկցման, եւ պահպանության ծառայություն, եւ նաեւ օպերատիվ աշխատանք։ Դա իրենց օպերատիվ աշխատանքի բացառություն է։ Եկած քանի քաղաքացի ստացավ ի վերջո ծանուցում, կարող եք դիվասել։ Ես այդպիսի ինֆորմացիայի չեմ տիրապետում, ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր բանակ զորակոչված ինչպես նորակոչիկի, այնպես էլ պահեստազորայինի պատշաճ ընդունման եւ նրանց ծառայության վայրում նշանակելու եւ ծառայություն իրականացնելու։ Պարոն Ասրյան, առհասարակ դրսից ով գալիս է, կապ չունի Ռուսաստանից թե այլ երկրներից, փորձում եք այդպես արագ եւ օպերատիվ ծանուցում տալ վարժական հավաքի։ Հայաստանի Հանրապետության տարածք մտնող ցանկացած մարդ ինքը համակարգով քաղաքացի ինքը երևում է նամանավանդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ներս եւ դուրս անելու բոլորն էլ իսկ ինչ գիտեք որ ծանոթություններ ստացել են հարցնում եմ չգիտեմ դրա համար եմ հարցնում ասում եմ ստանում են երբ որ արդեն իսկ հերթական վարժական հավաքները անցկացվեն եւ այդպիսի մարդիկ ընդգրկված լինեն վարժական հավաքների դուք դրա մասին Պարոն Ասրյան իսկ ինչքանի հոգու եք տվել ծանոթ դրսից եկողներին ծանուցման թիվ չկա։ Ես ծանուցում տվող չեմ, ծանուցումը տալիս է Հայաստանի Հանրապետության հանրապետական զինկոմիսարիատը եւ նաեւ տարածքային զինկոմիսարիատները, որոնք իմ կառավարման ներքո չեն։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաեւ Armat Media AM կայքում։